Ես 1000 մասի եմ բաժանվում, չգիտեմ ինչ անեմ, որ այսքան հարց լուծեմ մի անգամից։ Այն խեղճ մերս բոլորիս ձեռը կրակն անգել։ Ով ներվայնացած է լինում, ջղայնացած է լինում, գնում է այդ կնոջ վրա է մունատ գալիս ու գոռում։ Սոնան, որ ամենաշատը ինքը մեր հետ կռիվ ունի անելու, կարա ամեն պահի շատ բաներ է սովտա, ոչ մի բան չի անում։ Սուսուփուս հետս հավասար պայքարում է, որ դու լավ լինես, պապա։ Ու այդ ամեն ինչ անում են քո թիկունքում, որ դու չիմանաս ու քեզ վատ չզգաս, չնեղվես։ Մենք բոլորս վատ ենք, որ դու լավ լինես։ Բայց դու ես ինչ ես անում։ Ինչ ես անում, պապա։ Տնաս ինչ են խոսում։ Ինչ է կատարվում։ Խեղճ երեխեքս մեր ձեռքը կրակն են ընկել, այս ինչ կյանք է։ Մի տակ գլխով կայացած որոշման համար մի ամբողջ կյանք պատասխան ենք տալիս։ Բոլորս ենք պատասխան տալիս։ Աստծո աչքից ոչ մի բան չի վրիպում։ Ու ինչքան ավելի շատ ես ուշացնում արածիդ պատասխանը, հետքան ավելի վախենալու է դառնում։ Ով կմտածեր, որ մի օր ողջերը մահացածներին երանի կտան, բայց արի ուտես, որ ես այսօր երանի եմ տալիս։ Ինչի պիտի իմ ընտանիքում նման բան լիներ, ինչի։ Լավ էլի մամա, վերջացրու, հա։ Դու ինքդ ես ասում, որ մենք պատասխան ենք տալիս։ Մենք էլ այս պատմության մեջ մեր մեղքի բաժինը ունենք։ Գիտես ինչի ենք մենք մեղավոր։ Որովհետև երբ տեսել ենք, որ պապան սխալ բան է անում, ձեռքը չենք բռնել, չենք կանգնեցրել, վախեցել ենք։ Դրա համար հիմա բոլորս ենք պատասխան տալիս, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք։ Նարե, կուզես գնանք ստուգվես։ Չէ, ինձ հիմա մենակ մի բանը կփրկի, եթե ես գնեմ այս տնից։ Նարե։ Ինչ, մամա, ինչ ես ուզում։ Նստեմ սենյակում սպասեմ, թե երբ պապան գալու ինձ վնասի։ Ախր այդ մարդը խնդիրներ ունի։ Դուք չեք խոստովանում այդ։ Ես մեղավոր եմ, որ իր ներքին չարությունը այնքան շատ է, որ իր սեփական օրգանիզմը չի դիմանում ու խելագարվել է։ Հա, պապաս է, սիրտը շատ է ցավում իր համար։ Բայց ես ինչ կարամ անեմ։ Ես մեղավոր չեմ, չէ՞ որ Աշոտի թոռանն եմ սպասում։ Մամ, պապայի կողքին ես շատ եմ կանգնել։ Մենակ ես եմ իմացել Աշոտի մասին, բայց ես ու ինքը գիտենք, թե ես ոնց եմ իր համար թիկունք եղել։ Հիմա ուղղակի ուրիշ տարբերակ չկա, ես պիտի գնամ այս տնից, որովհետև իմ երեխու կյանքին է վտանգ սպառնում։ Նարե ջան, մի արա նման բան։ Գոնե սպասի, վրանն ու հայրդ գան։ Խնդրում եմ քեզ։ Սոն կօգնես ինձ։ Ես։ Հա, եթե քո համար էլ է դժվար, խնդիր չկա, ես չեմ նեղանա։ Ինքնուրույն հաստատ գլուխ կհանեմ։ Չէ, կօգնեմ։ Սոնա։ Ինչ։ Քո խնդիրը Սոնայի հետ չի։ Քո խնդիրը իմ հետ է, Սոնային հանգիստ թող։ Մի ժամ եկել ենք հիվանդանոցից, արդեն մի տարվա չափով ստրես ապրեցի։ Ես հասկանում եմ, որ բոլորդ ուզում եք, որ ես կորցնեմ այս երեխուն, բայց տենց բան չի լինելու։ Այս երեխու պատասխանատվությունը հիմա մենակ իմ վրա է։ Հա, թող ես լինեմ այս աշխարհի ամենավատ ու ամենաեգոիստ երեխան։ Բայց գոնե իմ երեխու համար կլինեմ նորմալ ծնող։
Ձեռքերս ու ոտքերս մինչև հիմա դողում են, պապա։ Բա որ չհասցնեի։ Ես նորից եմ ասում, որ ես չհասկացա ոնց եղավ այդ ամեն ինչը, չհասկացա ոնց հասա այստեղ։ Երանի քեզ էլի։ Այնքան կուզեի ես էլ չհասկանայի ինչա կատարվում։ Որովհետև զգում եմ մանր ոնց եմ խելագարվում, պապ։ Ամեն դեպքում դու պիտի թողնեիր Անեին ինչ մտածել էի։ Չպիտի օգնեիր ինձ։ Ես ձեր կյանքը շատ եմ բարդացնում, Վրամ։ Մի երկու օր կլացեիք, մի քանի ամիս կհիշեիք, բայց վերջապես կսկսեիք մարդավարի ապրել։ Իսկան խոսացի, որ ինձ այդ պատասխանը տաս։ Տղա ջան, դու ինչ գիտես, ինչ բան է մեղքի հետ ապրել։ Աստված չանի իմանաս։ Ցերեկը պիտի լինես օրինավոր հայր, ամուսին, տան տղամարդ։ Պիտի ամեն ինչ անես, որ այդ քո ստեղծած կերպարից դուրս չգաս ու թքած, թե վաղուց շնչայղձ ես լինում այդ կերպարում արդեն։ Իսկ գիշերը աղոթում ես, որ գիշերը ուշ կա, որովհետև հենց այդտեղ սկսվում է մաղձավանջը։ Ու գիշերը դու դառնում ես մարդասպան ընկեր, դառնում ես թուլամոր, տավաճան։ Գիշերը հասկանում ես, որ ինչքան մարդու ցավի ու լացի պատճառ ես դարձել։ Ու հնարավորություն չունես այդ ամեն ինչը վերադարձնելու։ Իմ ներսի հետ 10 տարի կռիվ եմ տվել, 10 տարի։ Ուզել եմ քանդել, նորից կառուցել նորը, բայց չեմ կարողացել, որովհետև ներսս խարխուլ ա եղել, քանդված ու ավերված։ Այդ ավերակների վրա նոր բան կառուցելը Վրամ չի ստացվել։ Չի ստացվել, որովհետև անընդհատ աղմուկ ա, աղմուկ, դատարկություն։ Գիտես, այդ դատարկության մեջ ձայներ եմ լսում, Աշոտին կրակելու պահը լալայի աղաչանքները, որ մենակ չթողնեմ, Լուսիկի լացի ձայնը իր մեռած երեխու համար, Քաջիկը, Մարգարի լռությունը, որ 1000 խոսքից վերանարժեր, բայց ես չեմ կարողացել ձայն հանել Վրամ, չեմ կարողացել։ Կարույս կորուստը, Նազիկը, Միկոն, Հայկը այնքան ցավի ու լացի պատճառ եմ դարձել, որ էլ չասած, այնքան բան եմ արել ու վախեցել եմ ձայն բարձրացնել, որ հանկարծ մեկ ուրիշ մեղ չգործեմ, թաքցրել եմ այդ ամեն ինչը, այնքան, որ Աստված որոշեց, որ ինձ պիտի պատժի, ու իմ կյանք բերեց, իմ երեխեքի կյանք ավելի ճիշտ բերեց այնց մարդկանց, որ չէր կարելի Վրամ, չէր կարելի։ Ես իմ Նարեի երեխուն եմ փորձել սպանել Վրամ, բայց այդ ամեն ինչը ես չեմ հասկացել։ Հիմա դու ասա, ով եմ ես, եթե ոչ հրեշ։ Բա սենց ապրելը Վրամ իմաստ ունի։
կյանքին վերջ տալն էլ հարցի լուծում չի, պապ։ Վրան հարցեր կան, որ ընդհանրապես լուծում չունեն։ Ընդհանրապես լուծում չունեն։ Գիտես, ես շատ երկար եմ մտածել ու հասկացել եմ, որ Աստված հիմա հոգիս չառած ուզում է միտքս առնի։ Ունենց իրավիճակը, որ երբեմն չեմ գիտակցում ինչ եմ անում, ու հետո երբ ուշքի եմ գալիս, նոր եմ հասկանում, որ շատ հնարավոր է, որ իմ ձեռքով իմ տուն լաց բերեմ։ Ուրան, խնդրում եմ ինձ օգնի։ Օգնի ինձ։ Նարե, բայց մամայի հետ համաձայն եմ։ Պետք չի, որ այս վիճակում գնաս կամ գոնե ասա ուր ես գնում։ Եթե ասեմ ուր եմ գնում, էլ ինչ իմաստ ունի իմ գնալը։ Հա, բայց դու հասկանում ես, որ քեզ խնամք ա պետք։ Սոն քեզ թվում է հեշտ է իմ համար։ Ես այդքան բան չեմ հասկանում, իմ սիրտը չի ցավում։ Հենց նորը աչքիս առաջ պապաս ինքնասպանության փորձ էր անում, ու սա առաջին դեպքը չի։ Սոն, երբ որ մարդը չափից շատ է ստրես ու ցավ ապրում, սկսում է իրականությանը այլ կերպ նայել։ Ես շատ եմ ստրես ապրել, շատ եմ ցավ ապրել ու չգիտեմ, հիմա եթե հղի չլինեի, սիրտս կտոր կլիներ, բայց ես չեմ կարա հիմա այդ ինձ թույլ տամ։ Չի կարելի տանջել դեռ չծնված երեխուն։ Հա, եթե հղի չլինեի, ամեն անդամիս համար սիրտս կտոր կլիներ։ Բայց մի հատ ինձ վրամին նայի։ Ես ինչ հիշում եմ, մենք տանջվում ենք ու պարզ չի թե ինչի համար։ Հիմա ես պատասխանատու եմ այս երեխու համար ու ես իրավունք չունեմ իր հետ տենց վարվեմ։ Ես չեմ կարող այս երեխուն կորցնեմ։ Առանց էդ էլ ես այս կյանքում շատ բան եմ կորցրել։ Հիմա եթե ես այս երեխուն էլ կորցնեմ, ինչը որ շատ հավանական է, եթե ես այս տնից չգնամ, այդ դեպքում ես ոչ ինձ եմ ներելու, ոչ էլ ձեզ։ Թող էդ ես կտանեմ։ Իջացնես ներքև։ Ես երբեք չեմ ուզում, որ մենք իրարից հեռու լինենք։ Դրա համար էլ հիմա եկել ենք ստեղ։ Ես ուզում եմ ասեմ, որ գիտեմ, թե ինչքան դժվար է լինելու իմ ու քո համար, ու ինչքան բարդ է իմ ու քո միությունը։ Երկուսս էլ շատ լավ հասկանում ենք, որ այս երջանկությունը մեզ տենց հեշտ չի տրվելու։
Բայց ամենակարևորն է նա, որ երկուսս էլ պատրաստ ենք անցնենք այդ դժվարությունների միջով։ Դու այսօր ասեցիր, որ հոգնել ես այս թաքուն հանդիպումներից։ Հավատա, ես էլ եմ հոգնել։ Ինչ ես անում։ Եթե այս մատանին հիմա դու վերցնես, այդ իմ ու քո հարաբերությունների առաջին պաշտոնական նշանը կլինի։ Ես չեմ ուզում առանց քեզ ապրեմ։ Ու խոստանում եմ քեզ, որ ամեն ինչ վերցնում եմ իմ վրա։ Ամեն ինչի համար պատասխան ես եմ տալու։ Չեմ ուզում մի րոպե կասկածես, որ ես քեզ սիրում եմ, Նարեկ։ Ու ուզում եմ իմանաս, որ այս կյանքի բոլոր հարվածներին ես պատրաստ եմ։ Պատրաստ եմ մենակ թե դու կողքիս լինես։ Պատրաստ եմ ամեն ինչին դեմ գնալու։ Մենակ թե կողքիս եղին արը։ Այ հիմա վերջ։ Ալո, Սոն։ Բարև Հայկ։ Բարև, Սոն։ Զանգում եմ, չես պատասխանում։ Հայկ, դու ուր ես հիմա։ Ինչ ա եղել։ Ինչի համար ես հարցնում։ Չէ, ոչ մի բան չի եղել։ Չգիտեմ, ճիշտ եմ անում, որ հիմա քեզ զանգել եմ։ Ուզում եմ ամեն ինչ ասել, բայց ուրիշ տարբերակ չեմ կարողանում գտնել։ Ինչ ա եղել, Սոնը, ասա։ Ոչ մի բան չի եղել, բայց ես քեզ հետո կզանգեմ։ Ոչ մի հետո, Սոնը, ասա, հասկանամ ինչ ա եղել։ Զանգեմ։ Սոն։ Ստեղ մի բան կատարվում է։ Ալո։ Լիլիթ ջան, բարև, Հայկն է։ Բարև, հա իմացա համարդ գրանցած ամոտս։ Ոնց ես, լավ ես, բարի գալուստ։ Հերթել չեմ տալիս խոսես։ Ես խոստանում եմ քո հարցերին կպատասխանեմ, էլի ուղղակի հիմա մի հատ բան պիտի խնդրեմ, որ անես։ Հա, ասա, լսում եմ։ Սոնան էր զանգել։ Հետո։ Ում հետ էիր խոսում։ Հայկի։ Հայկի։ Հայկը ինչ կապ ունի։ Պատրաստվում էիր ասեիր, որ գնում եմ։ Հա, հենց այդպես։ Պատրաստվում էի ամեն ինչ ասել։ Նարե, եթե դու մտածում ես, որ Հայկը այս ամեն ինչի հետ կապ չունի, ասեմ, որ սխալվում ես։ Այդ երեխան նաև Հայկին է, ու եթե դու այս տնից գնում ես, որ երեխուն պաշտպանես, ուրեմն Հայկն էլ պետքա պաշտպանի։ Ես չեմ հավատում, որ ես դու ես ասում։ Դու չգիտես, որ ես ու Հայկը իրար հետ ընդհանրապես ոչ մի կապ չունենք։ Մեզ չես ասում, որ ես գնում, գոնե Հայկին ասա։ Ես ամեն րոպե ավելի եմ համոզվում, ինչքան շուտ դուրս գամ այստեղից, այնքան լավ։ Ես քեզ խնդրում եմ, Հայկին իմ մասին ոչ մի բառ, ոչ մի տառ, ոչ մի տեղեկություն չտաս։ Եթե դուք բոլորդ ինձ հանգիստ թողեք, ես ավելի ապահով կլինեմ։ Նարե ծանր է, թող կօգնեն։ Մի խոսքով, որ մի բան կատարվում է, այդ հաստատ է։ Ես չգիտեմ ինչ, բայց կարևոր հաստատ մի բան կատարվում է։ Չգիտեմ, կարող է Սոնան է իրան վատը զգում կամ երեխու հետ է կապված։ Ես ոչ մի պարագայում այդ տուն չեմ գնալու ուղղակի, Լիլիթ ջան։ Պիտի քեզ խնդրեմ, որ դու ճշտես հասկանանք ինչ ա եղել։
Լավ, ես հասկացա քեզ, բայց որպես կանոն ասեմ, որ իրենց տանը միշտ ինչ որ լարված տեսարաններ լինում են։ Ես Միքոին միշտ ասում էի, բայց չէր հավատում։ Ու քեզ ասեմ, կարաս չանհանգստանաս, սովորական երևույթ է արդեն դարձել, բայց կփորձեմ մի բան անել։ Դու կլինի ուղակի հնարավորինս շուտ ճշտես։ Կլինի, հիմա կզանգեմ։ Եթե չպատասխանի, պետք լինի կգնամ իրանց տուն։ Լավ, կներես, էլի Լիլիթ ջան, ես քեզ ոչ մի պարագայում չէի խառնի, ես հարցին ուղակի ուրիշ տարբերակ չունեմ։ Հանգիստ տեղի, ոչինչ, մի բան կանենք։ Շնորհակալ եմ։ Նարե, սպասի, թող օգնեմ։ Լավ, չես թողնում օգնեմ, գոնե թող տաքսի կանչեմ, վտանգավոր այս վիճակում վարելը։ Հավատա, ես ավելի մեծ վտանգների միջով եմ անցել։ Չեմ ուզում, որ սենց բարկացած գնաս։ Պապայի մասին կգրես, լավ։ Չէ։ Չնայած ոչ մի բան էլ մի գրի։ Վռամստեղը այդ արդեն շատ բան է նշանակում։ Խնդրում եմ բոլորին ասա, որ գոնե մոտակա մի քանի օրը չփորձեն կապեն հետս։ Ինչ ժամանակ է պետք առհասարակ կյանքս դասավորելու համար։ Գոնե կասես ուր ես գնում, բա որ քեզ ինչ-որ բան պետք լինի։ Սոն հանգիստ եղի, ամեն ինչ նորմալ է։ Ինձ էլ կներես, որ հետդ կոպիտ աղա։ Չնայած վստահ եմ, որ հասկանում ես ինձ։ Ինձ կգրես, լավ իմանամ ոնց ես։ Դեռ չես գնացել, բայց արդեն լարվում եմ։ Կգրեմ։ Միքո, ես ոնց ես խոսում։ Գիտես, չէ՞ քերի, ես էլ եմ զարմանում։ Ու լիքը հարցեր է առաջանում։ Աբո, խնդրում եմ, ես հենց հիմա կգնամ, մենակ թե մի կռվեք կլինի։ Մնում էր դու ասեր ինչ անենք։ Լսի քեզ երեխու պես ես պահում։ Քերի ոչինչ։ Թող ես երեխու պես պահեմ ինձ։ Բայց քո պահվածքը ընդհանրապես անհասկանալի է իմ համար։ Ես ավելի լավա գնամ։ Չէ, պետք չի։ Ոնց հասկանում եմ, ոտդ լավ ամրացրել ես ստեղ։ Ես կգնամ։ Միքո։ Բայց եթե մտածում ես, որ ես պատմությունից չոր ես դուրս գալու, չարաչար սխալվում ես, լալա։ Դու քո բաժին մեղքը ունես։ Դու իմացել ես ու մեզ չես ասել։ Այդ քո չասելու պատճառով մեր ընտանիքը միշտ բաժանված է եղել։ Աղբորդ հետ, որ հարցերս լուծեմ, հերթը քոնն է, լալա։ Սոնա ջան, լավ է զանգեցիր, էլի մի հատ ասա հասկանամ, նորմալ է, լավ է ամեն ինչ որտեղ։ Ես լավ եմ, հանգիստ եղի, բայց Նարեն… Նարեն ինչ։ Նարեն արգելել է քեզ ասեմ, բայց ինքը գնացել է ու չգիտեմ ուր։ Այսօր շատ վատ էր, հիվանդանոցից նոր էր տուն եկել ու այստեղ են նենց բաներ կատարվեցին, որ… Սոնա, որ ինչ նենց խառն ես խոսում, բան չեմ հասկանում, մի հատ հանգստացի նորմալ բացատրի հասկանամ։ Նարեն գնացել է տնից, իրերը հավաքել է ու գնացել է Հայկ։ Ինչի է գնացել։ Որ փրկի երեխուն։ Այսինքն։ Երևի կյանքը մեր վախերի արտացոլանքն է։ Այն ինչից միշտ վախեցել եմ, հիմա գլխիս է գալիս վրա։ Ինչ-որ ձայներ եմ լսում գլխիս մեջ, ինչ-որ տեսիլքներ, մարդիկ, որ գոյություն չունեն, ուղեղս մթագնում է, ոչ մի բան չեմ հիշում։ Ինձ համար շատ բարդ է քեզ ասենց բան ասելը, բայց վրա
Ես քեզ խնդրում եմ, որ ինձ օգնես։ Ինչ անեմ քո համար, պապ ջան։ Ինչ ուզես կանեմ, մենակ թե դու լավ եղի։ Ռամ, ես իրականությունից փախնելով հարցը չի լուծում։ Ես գիտեմ, որ արդեն սովորական բժիշկը իզորու չի ինձ բուժել։ Ես դա գիտակցում եմ։ Ես խնդրում եմ ձեզ ինձ օգնեք, ես չեմ ուզում սենց ապրել։ Արի Սակո ջան։ Այ կտեսնես Սակո ջան։ Ամեն ինչ լավ է լինելու։ Դու հիմա վարկի քիչ կստանաս։ Իսուս ցավը ամեն ինչ լավ է լինելու։ Ես քեզ խոստանում եմ։ Ոնց փրկի երեխուն, ինչ ես խոսում, Սոնալը, մի հատ նորմալ բացատրի հասկանամ ասում եմ։ Հայկ ես չեմ կարող երկար խոսել։ Ոչ էլ կարող եմ մանրամասն քեզ ինչ-որ բան բացատրել։ Ուղղակի կասեմ այն, որ Նարեն գնացել է տնից, ոչ մեկի ոչ մի բան չի ասել։ Ինձ թվում է, որ դու իրեն կարող ես գտնել։ Խնդրում եմ չասես, որ Նարեն քո համար մեկ է, որովհետև Նարեն լավ չէր, իսկ Նարեի վիճակը ուղիղ համեմատական է երեխու վիճակի հետ։ Ես գիտեմ, որ Նարեն ինձ չի ների, բայց չի կարող քեզ չասել, տեղս չեմ կարողանում գտնել։ Խնդրում եմ Նարեին գտի։ Լավ, ես քեզ հասկացա։ Կգտնես չէ Նարեին։ Չգիտեմ, կփորձեմ։ Բայց որ նորություն լինի, կասես լավ ինձ։ Սակո ջան, քեզ հիմա հանգստանալը պետք։ Արի բարքի։ Լավ կլինի, որ մի քիչ քնես։ Անիկ ես վախենում եմ։ Ինչից։ Սակո ջան, ես գիտեմ, որ քո համար հիմա շատ դժվար է, բայց իմացի, որ ես այլ երեխեքներ քո կողքին ենք։ Գիտես, ինչքան եմ բարկացել քո վրա, ինչքան եմ կռիվ արել քո հետ։ Բայց մեկը միշտ էլ իմացել եմ, որ չնայած բոլոր քո թերություններին դու այն մարդն ես, առանց ում ես ուղղակի ապրել չեմ կարող։ Խնդրում եմ, մի հանձնվի, ուժերդ հավաքի։ Մենք միասին այս ամեն ինչի միջով կանցնենք։ Գիտես, դու ինձ համար միշտ ուժի ու պայքարի խորհրդանիշն ես եղել։ Խնդրում եմ, Սակո, եւս մեկ անգամ էլ ուժերդ հավաքի ու անցնենք այս ամեն ինչի միջով։ Մենք ինչքան ցավերի միջով ենք անցել, հես ինչա որ չանցնենք։ Խոստանում եմ քեզ, մենակ թե դու մեզ օգնի, մենք էլ քեզ կօգնենք։ Լսում ես։ Սակո։
Շնորհակալ եմ։ Կներես, իմ պատճառով քո ու Միքոյի հարաբերություններում խնդիրներ են առաջանում։ Միքո նոր է իմացել, որ իր հորը Սաքուրը սպան է։ Բնակար է պահվածքը, բայց մի կողմից էլ պետք է իրան պայելու ձև սովորի։ Երևի ինքը ճիշտ է։ Միգուցե իրոք ես Սաքոյից ոչ մի բանով չեմ տարբերվում։ Այդ ժամանակ լռեցի ու փաստորեն անկախ ինձնից դարձա իր հանցակիցը։ Եթե ես իրոք այնքան ուժեղ լինեի, որ գնայի ու ամեն ինչ պատմեի, հիմա ամեն բան այլ կլիներ։ Անցած բանի համար ափսոսելը անիմաստ բան է։ Իմ ու Միքոյի խոսակցությունը շատ ծանր էր ու տհաճ, բայց դրա մեջ մի բան կար, որ սիրտս ջերմացնում էր։ Դու հասկանում ես ինչ նկատի ունեմ, բայց ես մի անգամ էլ կասեմ։ Իզուր չի, որ ես քո կողքին ինձ պաշտպանված եմ զգում։ Ու իզուր չի, որ վստահում եմ քեզ։ Չխանգարեցի։ Չէ, ջանարի։ Ես էլ հենց քո մոտ էի ուզում գալ լալա։ Ինչի դու էլ ունես ինձ համար պահած վիրավորանքներ ու մեղադրանքներ։ Չհասկացա։ Դե եղբայրդ քիչ առաջ աշխարհում ինչքան մեղադրանք կար, ինձ ուղեց, մտածեցի կարողա դու էլ եկել ես շարունակելու։ Չէ։ Ես լրիվ ուրիշ հարցով էի գալու քո մոտ։ Բան եղե։ Նարենա գնացել տնից։ Ոնց գնացել ա տնից։ Ուր։ Չգիտեմ ուր ա գնացել, բայց ուղղակի իրերը վերցրել գնացել է։ Ինձ թվում է երեխու հետ է կապված։ Պապատ ոնց է։ Մամայի հետ էր։ Մենակ թողեցի իրանց դուրս եկա։ Մեկ-մեկ մտածում եմ, որ էլ ուղակի չեմ դիմանա, Սոնա։ Պատկերացնում եմ ինչքան վարդածնողին այդ վիճակում տեսնելը։ Մանավանդ, որ առաջին անգամը չի։ Գժվելու բան է էլի, Սոն։ Չգիտեմ այսօրվանից հետո ինչքան ժամանակ ինձ պետք կգա, որ ուշքի գամ։ Բայց ինչ էլ լինի, պիտի կենտրոնանամ ու հավաքեմ ինձ։ Ուրեմն հասկանում եմ, որ ճիշտ պահը չի, որ քեզ սենց բան ասեմ, ուղղակի Ինչ ա եղել, Սոնա։ հասկանում եմ, որ շատ ծանր օր ա եղել վրան, բայց խնդրում եմ էլի մի անգամից չջղայնանաս, կլինի։ Սոնա, արդեն սկսում եմ ջղայնանալ։ Առանց այդ նախաբանների չես կարա մի անգամից խոսաս։ Նարեն գնացել է տնից։ Իրերը հավաքել ու գնացել է։ Չեմ հասկանում, գժվել է այդ աղջիկը, Սոնա ուր ա գնացել։ Չգիտեմ, ոչ մեկի ոչ մի բան չի ասել։